Հարգելի հայրենագիստեր, պարոն Վարդևանյան, մինչ ձեր մասին փոխնախագահի տեխնոլոգիական մասով ձեր անդրադառնալը փոքրիկ համեմատած փոքրիկ ակնարկ, այսօր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ունենք ամոթալի իրադարձություն կապված մեր կաթողիկոսի հետ, սիրելի հայրենագիստեր, այսօրը սովորական օր չէ, այսօր պարզապես հերթական դատական նիստ չէ, որ նշանակված է, այսօր մեր հայ ժողովրդի հազարամյա պատմության հերթական քննությունն է, այսօր դադելու են այն ինստիտուտը, որը դարեր շարունակ պահել է հայ ազգը, երբ մենք պետություն չենք ունեցել, ով է պահել հայ ժողովրդին, երբ Հայաստանը բաժանվել էր թշնամիների միջև, ով է պահել հայոց լեզուն, հայոց գիրը, մեր հավատն ու ազգային ինքնությունը, երբ պետականությունը կորցրել էինք, ով էր հայ տունը, երբ հայրենիք չունեինք, ճիշտ եք, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին էր, այո, այն եկեղեցին, որի դեմ այսօր հերթական հարվածն է հասցվում, դարեր շարունակ եկել են ու անցել են պարսիկները, արաբները, սելջուկները, մոնղոլները, օսմանցիները, խորհրդային իշխանությունը, բոլորը փորձել են կոտրել հայոց եկեղեցուն, բոլորը փորձել են ծնկի բերել մայր ատոռը, բայց նրանք անցել են, իսկ եկեղեցին մնացել է, որովհետև եկեղեցին պարզապես շենք կամ հոգևոր կառույց չէ, եկեղեցին հայ ժողովրդի հիշողությունն է, մեր արժանապատվությունն է, մեր ինքնությունն է, մեր գոյության ապացույցն է, ու պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հստակ կարգավիճակ է վերապահում հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ճանաչելով նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։ Սա իրականում գեղեցիկ նախադասություն չէ, սա 1700 տարվա պատմության իրավական ճանաչումն է։ Ու հենց այդ պատճառով պետությունը սահմանադրական պարտավորություն ունի հարգել եկեղեցու ինքնուրույնությունը։ Բայց պետությունը իրավունք չունի իրեն վեր տասել եկեղեցուց։ Պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին կյանքին այնպես, որ կասկածի տակ տրվի նրա ինքնուրույնությունը և տարերով ձևավորված կարգը, որովհետև իշխանությունները գալիս են ու կնում են, իսկ հայոց եկեղեցին շարունակում է կանգուն մնալ։ Այս իշխանությունը նույնպես անցնելու է, ինչպես անցել են իրենից առաջ եղած բոլոր իշխանությունները։ Այսօր, այո, կարող եք ունենալ իշխանություն, կարող եք ունենալ մեծամասնություն, կարող եք ունենալ ուժային կառույցներ, բայց դուք երբեք չեք ունենալու պատմության արտարացումը, եթե ձեր անունը կապվի հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխրելու փորձի հետ։ Ես ուզում եմ մի բան ասել, որը հնարավոր է շատերին դուրս չգա։ Երկրային դատավորը կարող է քննել իրավական հարցեր, բայց ոչ մի երկրային դատավոր չի կարող դատել հայոց հայրապետի հոգևոր առաքելությունը։ Ոչ մի վճիռ չի կարող փոքրացնել այն դերը, որ ամենայն հայոց կաթողիկոսությունն ունեցել է մեր ժողովրդի կյանքում։ Այս դահլիճում, պարոն Հարությունյան, բոլորս ժամանակավոր ենք, այս մանդատները ժամանակավոր են, այս պաստորները ժամանակավոր են, բայց Էջմիածինը, պարոն Քոչարյան, մնալու է նաև մեզանից հետո։ Հայոց եկեղեցին, շնորհակալություն, մնալու է նաև մեզնից հետո։ Ու այդ հիշողության մեջ յուրաքանչյուրիս անունը գրանցվելու է իր կատարած գործով։ Կա դատաստան, որը այո, հնարավոր է բողոքարկել։ Կա դատաստան, որի ժամկետները կարող են երկարաձգվել։ Բայց կա նաև դատաստան, որը երբեք չի սխալվում։ Դա պատմության դատաստանն է, դա խեղճի դատաստանն է ու հավատացյալ մարդու համար նաև Աստծո դատաստանը։ Ու այդ դատաստանի առջև
պաշտոն չկա, անձեռնմխելություն չկա, այդ Դադաստանի առջև իշխանություն չկա, ու մենք այդ Դադաստանի առջև բոլորս հավասար ենք։ Ուստի կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր այսօր վաղը որոշումներ են կայացնելու, հիշեք, որ ձեր առջև կանգնած է ոչ միայն մի մարդ, այլ մի հաստատություն, որը 1700 տարի եղել է հայ ժողովրդի ողնաշարը։ Հայրապետին դուք կարող եք կանգնեցնել դատարանի առջև, բայց կա մի տեղ, որտեղ հայրապետը կանգնած է Աստծու առաջ, իսկ դուք պատմության առաջ։ Ու հավատացեք, պատմության Դադաստանը շատ ավելի խիստ է, քան ցանկացած դատարանի դատավճիռը։ Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է. Աստված կանգնում է դատավորների վրա եւ Դադաստան է անում նրանց։ Թող յուրաքանչյուր որոշում կայացնող հիշի. վերջին խոսքը երբեք մարդունը չէ, վերջին խոսքը Աստծունն է։ Այսօր մեր ելույթների ժամանակ, եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանն ու պարոն Ղազինյանը երգերից փոքրիկ հատվածներ ասեցին, մի երգի փոքր 4 բառեր ես նշեմ, որտեղ նշվում է. Հայաստան աշխարհ, խաչդ չհանես։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է ձեզ, պարոն Վարդևանյան, ձեր տեխնացությանը, իմ համար չեմ էլ ամենայն անգամ չեմ էլ ուզում անդրադառնալ ձեր մասնագիտական գիտելիքներին, այդ փաստ է, դա դե ֆակտո ունենք։ Մարդկային հատկանիշներին նույնպես փաստ է, դա էլ դե ֆակտո ունենք։ Իմ համար միայն ցավալի է այն, որ իրավաբանական, փաստաբանական ձեր գիտելիքները, ձեր գիտելիքների մասով կարծիք են հայտնում ոչ մասնագետները։ Աստված պահապան հայ ազգին, խաղաղություն բոլորիս։